Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Օրերն անցնում են, սակայն որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Փամբա գետի ափերին ամեն առավոտ կրկին հավաքվում են փրկարարները, ջրասուզակները, ոստիկանները, կամավորները և բազմաթիվ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս ծանր պատմությունը վերջապես կունենա պատասխաններ։ Դեպքը հուզել է հազարավոր մարդկանց։ Սոցիալական ցանցերում շարունակվում են քննարկումները, մարդիկ հետևում են յուրաքանչյուր նոր տեղեկության, իսկ բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնում իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել որոնումներին։ Մի քանի օր է անցել այն պահից, երբ երկու քույրեր հայտնվել էին Փամբա գետի ջրերում։ Ավելի փոքր աղջկա մարմինը հայտնաբերվեց որոնումների ընթացքում, սակայն ավագը 13-ամյա աղջկա որոնումները մինչ այս պահը շարունակվում են։ Այս պատմությունը միայն որոնողական գործողությունների մասին չէ, այն նաև հիշեցնում է այն վտանգների մասին, որոնք երբեմն թաքնված են թվում սովորական դարձած միջավայրում։ Հունիսի կեսերին Վանաձորում տեղի ունեցած դեպքը, որը ցնցեց ամբողջ հանրապետությունը, ըստ նախնական տեղեկությունների, երկու քույրեր հայտնվել էին Փամբա գետում։ Առաջին ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության ուժերը, ոստիկանության աշխատակիցները և մասնագետներ, ովքեր անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները։ Սկզբնական ժամերից պարզ էր, որ գործը հեշտ չի լինելու։ Փամբա գետը տվյալ օրերին բավականին վարար էր, ջրի արագ հոսքը և գետի ռելիեֆը լրջորեն բարդացնում էին աշխատանքները, այնուամենայնիվ որոնումները սկսվեցին անմիջապես առանց ժամանակ կորցնելու։ Սովորաբար նման իրավիճակներում ամեն րոպեն կարևոր նշանակություն ունի։ Հենց այդ պատճառով որոնողական խմբերը գրեթե անընդհատ աշխատել են գետի տարբեր հատվածներում։ Օրվա ընթացքում իրականացվել են ինչպես ափամերձ որոնումներ, այնպես էլ ջրային ուսումնասիրություններ։ Մասնագետները քայլ առ քայլ ուսումնասիրել են գետի հունը, վտանգավոր հատվածները, խորը փոսերը և այն վայրերը, որտեղ հոսանքը կարող էր տեղափոխել տարբեր առարկաներ։ Աշխատանքները հաճախ շարունակվել են մինչև ուշ երեկո, սակայն մթության պայմաններում որոնումները դադարեցվել են անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ հաջորդ առավոտյան նորից վերսկսվել։ Այդ ռեժիմը պահպանվել է օրեր շարունակ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են տարբեր ստորաբաժանումների փրկարարներ, ջրասուզակներ, ոստիկաններ, ինչպես նաև բազմաթիվ կամավորներ։ Տարբեր կազմակերպություններ ևս միացել են աշխատանքներին, տրամադրելով տեխնիկական աջակցություն, նավակներ և մարդկային ռեսուրսներ։ Շատ քաղաքացիներ սեփական նախաձեռնությամբ ժամանել են դեպքի վայր, ցանկանալով օգտակար լինել որոնումներին։ Նրանցից շատերը երկար ժամեր անցկացրել են գետի ափերին, ուսումնասիրելով տարածքներ և աջակցելով մասնագետներին։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան մեծ էր հասարակական արձագանքը։ Առաջին հայացքից գետը կարող է թվալ սովորական, սակայն մասնագետները բազմիցս նշել են, որ նման պայմաններում որոնողական աշխատանքները չափազանց բարդ են։ Վարար ջուրը կարող է շատ արագ փոխել իրավիճակը։ Հոսանքը կարող է տեղափոխել տարբեր առարկաներ մեծ հեռավորությունների վրա։ Բացի այդ, գետի հատակում կան քարեր, խորը հատվածներ և դժվար անցանելի վայրեր, որոնք լրացուցիչ վտանգ են ստեղծում։ Հենց այս հանգամանքներն են պատճառներից մեկը, որ որոնումները պահանջում են մեծ ժամանակ և զգուշություն։ Որոնումների ամենաբարդ հատվածներից մեկը ջրասուզակների աշխատանքն է։ Նրանք ստիպված են լինում աշխատել սահմանափակ տեսանելիության պայմաններում, ուժեղ հոսանքի մեջ և հաճախ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման պայմաններում յուրաքանչյուր գործողություն պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն։ Փորձառու մասնագետները անգամ նշում են, որ վարար գետերում որոնումները համարվում են ամենադժվար փրկարարական գործողություններից մեկը, սակայն չնայած բոլոր դժվարություններին, աշխատանքները շարունակվել են ամեն օր։ Այս դեպքը մեծ արձագանք է ստացել ամբողջ Հայաստանում։ Տարբեր քաղաքներից մարդիկ հետևում են լուրերին, կիսվում տեղեկություններով և հույս հայտնում, որ որոնումները արդյունք կտան։ Սոցիալական ցանցերում հազարավոր հրապարակումներ են հայտնվել դեպքի վերաբերյալ։ Շատերը նաև բարձրաձայնում են անվտանգության խնդիրների մասին, նշելով, որ նման ողբերգությունները պետք է դառնան կարևոր դաս բոլորի համար։ Դեպքից հետո ակտիվ քննարկումների թեմա է դարձել նաև այն ենթակառուցվածքը, որի մասին խոսում են բազմաթիվ վանաձորցիներ։ Տեղացիները տարիներ շարունակ ուշադրություն են հրավիրել այդ հատվածի վտանգավորության վրա։ Դեպքից հետո կրկին սկսվել են քննարկումներ այն մասին, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել նման վտանգավոր վայրերը ավելի անվտանգ դարձնելու համար։ Շատերը կարծում են, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել տարածքը և կանխարգելիչ քայլեր իրականացնել ապագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։ Ցավալի դեպքերը հաճախ ստիպում են վերանել անվտանգության նկատմամբ վերաբերմունքը։ Հայաստանում նախկինում ևս եղել են դեպքեր, երբ գետերի և ջրային ավազանների մոտ անզգուշությունը հանգեցրել է ծանր հետևանքների։
Մասնագետները մշտապես հիշեցնում են, որ նույնիսկ արտաքուստ հանգիստ թվացող ջրային տարածքները կարող են վտանգավոր լինել, հատկապես երեխաների դեպքում անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն։ Ամառային ամիսներին, երբ մարդիկ ավելի հաճախ են այցելում գետերի և լճերի ափեր, այս հարցը դառնում է առավել արդիական։ Որոնողական աշխատանքների յուրաքանչյուր օրը նոր մարտահրավեր է։ Մասնագետները ստիպված են լինում կրկին վերադառնալ արդեն ուսումնասիրված հատվածներ, ստուգել նոր ուղղություններ և հաշվարկել հոսանքի հնարավոր ազդեցությունը։ Սա ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է համբերություն, փորձ և մեծ մարդկային ռեսուրսներ։ Հենց այդ պատճառով որոնումները շարունակվում են նույնիսկ այն ժամանակ, երբ արդյունքը անմիջապես տեսանելի չէ։ Սակայն այս պատմությունը միայն որոնողական աշխատանքների մասին չէ։ Երբ նման դեպքեր են տեղի ունենում, հասարակությունը սովորաբար կենտրոնանում է վերջին զարգացումների վրա։ Արդյոք կան նորություններ, արդյոք հայտնաբերվել է երեխան, ինչ փուլում են որոնումները, բայց ժամանակի ընթացքում առաջանում են նաև ավելի խորքային հարցեր։ Ինչպես է ստացվում, որ նման վտանգավոր հատվածները շարունակում են մնալ մարդկանց առօրյայի մաս։ Ինչու են տարիներ շարունակ քննարկվող խնդիրները հաճախ ուշադրության կենտրոնում հայտնվում միայն ողբերգությունից հետո։ Եվ ամենակարևորը, հնարավոր է արդյոք ապագայում կանխել նման դեպքերը։ Փամբա գետի շուրջ վերջին օրերին հնչած բազմաթիվ կարծիքներ հենց այս հարցերի շուրջ են պտտվում։ Տեղացիներից շատերը նշում են, որ գետի որոշ հատվածներ վաղուց են համարվել վտանգավոր, հատկապես այն ժամանակ, երբ ջրի մակարդակը բարձրանում է կամ հոսանքը ուժեղանում է։ Մարդիկ ասում են, որ տարիների ընթացքում այդ վայրերում տարբեր միջադեպեր են եղել, որոնք ևս մեկ անգամ ցույց են տվել, որքան կարևոր է անվտանգության հարցերին մշտապես ուշադրություն դարձնելը։ Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած կետ, անկախ չափերից, կարող է վտանգավոր լինել։ Շատերը սխալմամբ կարծում են, թե վտանգը միայն մեծ գետերում է, սակայն իրականությունը հաճախ այլ է։ Երբ ջրի հոսքը արագանում է, նույնիսկ համեմատաբար փոքր տարածքում մարդը կարող է հայտնվել բարդ իրավիճակում։ Վերջին օրերին որոնողական խմբերը գրեթե նույն ռեժիմով շարունակում են աշխատանքները։ Ամեն առավոտ նրանք կրկին վերադառնում են գետի տարբեր հատվածներ, ուսումնասիրում նոր ուղղություններ, ստուգում այն վայրերը, որոնք նախորդ օրերին ամբողջությամբ հնարավոր չէր եղել զննել։ Աշխատանքը բարդանում է նաև այն պատճառով, որ գետի պայմանները կարող են ժամերի ընթացքում փոխվել։ Եթե առավոտյան որևէ հատված հասանելի է, ապա մի քանի ժամ անց ջրի մակարդակի փոփոխությունը կարող է լրիվ այլ պատկեր ստեղծել։ Սա նշանակում է, որ նույն տեղանքը երբեմն հարկավոր է ուսումնասիրել բազմիցս։ Փրկարարները նման իրավիճակներում գործում են հատուկ մեթոդներով։ Նրանք հաշվի են առնում հոսանքի արագությունը, գետի ռելիեֆը, խորը հատվածների տեղակայումը և բազմաթիվ այլ գործոններ։ Դրանք այնպիսի մանրամասներ են, որոնք սովորական մարդը կարող է նույնիսկ չնկատել, սակայն որոնողական աշխատանքների ընթացքում դրանք մեծ նշանակություն ունեն։ Հենց այդ պատճառով էլ որոնողական աշխատանքները պահանջում են ոչ միայն ֆիզիկական մեծ ջանք, այլ նաև փորձ, գիտելիքներ և համակարգված աշխատանք։ Այս պատմության ընթացքում շատ է խոսվել նաև կամավորների մասնակցության մասին։ Տարբեր բնակավայրերից մարդիկ ժամանել են դեպքի վայր, ցանկանալով որևէ կերպ օգտակար լինել։ Ոմանք օգնել են որոնողական խմբերին, մյուսները մասնակցել են ափամերձ հատվածների ուսումնասիրությանը, իսկ ոմանք պարզապես աջակցել են կազմակերպչական հարցերում։ Սա այն դեպքերից է, երբ մարդիկ մի կողմ են դնում առօրյա հոգսերը և միավորվում ընդհանուր նպատակի շուրջ։ Ամեն նոր օր սկսվում է նույն նպատակով՝ ուսումնասիրել հնարավոր բոլոր հատվածները և շարունակել որոնումները։ Դա երկար և հոգնեցուցիչ գործընթաց է, սակայն որոնողական խմբերը շարունակում են իրենց աշխատանքը։ Այս պահին բոլորի ուշադրությունը կենտրոնացած է հենց այդ գործողությունների վրա։ Հասարակությունը սպասում է նոր տեղեկությունների, իսկ դեպքի վայրում գտնվող մասնագետները շարունակում են կատարել իրենց պարտականությունը, չնայած դժվարություններին, եղանակային պայմաններին և գետի ստեղծած խոչընդոտներին։